Ողջույն, շատ հաճախ մայրիկներից լսում ենք. պարտեզում երեխաս իրեն գերազանց է պահում, հյուր գնալիս իդեալական երեխա է, բայց հենց գալիս է տուն սկսվում է կամակորությունը չլսելը։ Սա շատ հաճախ վատ դաստիարակության արդյունք չէ։ Դապես ամբողջ օրվա ընթացքում երեխան պարտեզում, դպրոցում կանց կողքին փորձում է զսպել իր հույզերը, լինել լսող, հարմարվել, բայց երբ գալիս է տուն, երբ տեսնում է այն մարդուն, ում կողքին նա լիովին իրեն անվտանգ է զգում, բաց է թողնում կուտակված լարվածությունը։ Ու շատ հաճախ այս ամբողջը հենց թափվում է մայրիկի վրա։ Դա չի նշանակում, որ դու վատ մայր ես եւ չի նշանակում, որ պետք է թույլ տալ ամեն ինչ։ Պետք է պարզապես հասկանալ, երեխայի վարքի տակ հաճախ հոգնածություն կա, գերլարվածություն, ուշադրության կարիք կամ չարտահայտված զգացմունք։ Երբ մենք միայն բարկանում ենք, մենք տեսնում ենք վարքը, բայց ոչ պատճառը։ Պետք չէ երեխային անվերջ դաս տալ, պարզապես պետք է գրկել նրան եւ ասել. տեսնում եմ, դժվար օր ես ունեցել։ Եվ հավատացեք, այս խոսքերից հետո երեխայի ներսում շատ բան կփոխվի։ Եթե քեզ էլ է ծանոթ այս իրավիճակը, բաժանորդագրվիր էջից, այստեղ խոսում ենք մայրության իրական կողմի մասին։